Հիմա Կարմիր գյուղը ջերմակ է ու խաղաղ, ձյունը ծածկել է դաշտերն ու սարերը և ասես քնեցրել բնությունը։ Բնությունը թերևս իրավունք ունի կարճաժամկետ արձակուրդի, բայց բնապահպանական խնդիրները ոչ։ Ուստի գյուղի կանաչ պահապանների համար միշտ էլ գործ կա, լինի ամառ, թե ձմեռ։ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի թիվ 1 դպրոցը հիմնադրվել է դեռևս 1970-ականներին։ Տարիներ շարունակ շենքը լուրջ վերանորոգում չի տեսել, և կուտակված խնդիրներն ակնհայտ են մուտքից։ Բայց այս ամենը չի խանգարում, որ սովորողները մեծ երազանքներ ունենան։ Հին շենքում այնուամենայնիվ լուսավոր անկյուններ կան, որոնցից մեկն էլ նորաստեղծ էկոլաբորատորիան է։ Այս փոքր բայց ուշագրավ տարածքում դասագրքային գիտելիքը դադարում է պարզապես տեքստ լինելուց, այն վերլուծվում է, դառնալով գործնական աշխատանք և շոշափելի իրականություն։ Այս ամբողջ գիտական եռուզեռը համակարգում է ֆիզիկայի ուսուցչուհի Սուսաննա Մարտոյանը։ Նա ոչ միայն սովորեցնում է ճիշտ օգտագործել անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը, այլև օգնում է պատանիներին գտնել ամենակարևոր հարցի պատասխանը. իսկ ինչու է այս ամենը պետք մեր գյուղին, մարզին, հասարակությանն ընդհանրապես։ Շուրջ 1 տարի առաջ սովորական առօրյան փոխվեց այս դպրոցում, երբ կրթօջախը մասնակցության հայտ ներկայացրեց մի շարք բնապահպանական ծրագրերի, որոնցից էին շրջակա միջավայր և առողջություն հասարակական կազմակերպության, Եվրամիության կապույտ դպրոցներ և բնահեն լուծումներ Սևանա լճի պահպանության համար նախագծերը։ Նախագծերից մեկն էր էկոլաբի բացումը և ջերմատան կառուցումը դպրոցի բակում։ Էկոլաբի բացման համար մենք շնորհակալություն ենք հայտնում նաև մեր կառավարությանը, որ նրանց շնորհիվ լաբորատորիան վերանորոգվեց, վերազինվեց նոր նյութերով և սարքավորումներով, կահավորվեց, իսկ Չեխիայի դեսպանատան համագործակցության շրջանակում մենք ունեցանք բազմաթիվ նյութեր, սարքավորումներ, որոնց հնարավորության շրջանակում աշակերտները կարողացան ուսումնասիրել հողի բաղադրությունը, մոնիտորինգ կատարել ջրի։ Ահա այսպիսի լուրջ նպատակով էլ տրվեց առաջին փորձերի մեկնարկը ու դպրոցը ձեռք բերեց իր սեփական կրթական ջերմոցն ու էկոլաբորատորիան։ Ինչքանով է վտանգավոր այն ջուրը, որ գնում դեպ լսվում է Սևանա լիճ, և Սևանի հիմնախնդիրները փորձեցին համայնքային իրազեկման միջոցով սովորողները լուծել։ Այդ նախագծերի շնորհիվ, համայնքային իրազեկման շնորհիվ բացահայտվեցին բազմաթիվ հիմնախնդիրներ և փորձեցինք իրազեկել բնակիչներին, մեր համայնքին և գտնել դպրոցում Սևանի լճի փրկության պահպանման հարցեր։ Թվում է, սա ընդամենը սենյակ է սարքավորումներով, բայց իրականում այս փոքրիկ լաբորատորիան որակապես փոխում է կրթության բովանդակությունը։ Աշակերտները դառնում են հետազոտողներ, իսկ սովորելը նրանց համար ամենօրյա բացահայտումների շղթա։ Մենք աշակերտներս մեծ հետաքրքրությամբ ենք ինտեգրվում այդ ջերմոցային աշխատանքներին։ Ջերմոցի աշխատանքների ժամանակ կատարում ենք չափումներ, ցանում ենք սերմեր, արդեն նույնիսկ ունենք որոշ բույսեր, որոնք արդեն աճել են, իրականացում են տարբեր ստուգումներ։ Էկոլաբորատորիայում ենթադրությունները տեղի են տալիս փաստերին։ Երբ հողն ու ջուրը սկսում են խոսել թվերի լեզվով, աշակերտները սովորում են հետաքննել և չվստահել պատահականությանը։ Այստեղ գործում է հստակ կանոն՝ չափել, ստուգել և նոր միայն ներկայացնել հետազոտության արդյունքը։ Օրինակ, չափիչ սարքը ցույց է տալիս, որ այստեղ աճեցված սնունդը մաքուր է, իսկ անձրևաջրերի կուտակումը ապագայում օգտագործելու նպատակով հիշեցնում է, որ Կարմիր գյուղի յուրաքանչյուր խնայված կաթիլը օգնում է Սևանա լճին։ Հերթը հողինն է։ Պատանի գիտնականները որոշում են հողի թթվայնությունն ու խոնավությունը, հասկանալու համար, թե որ բույսն իրեն լավ կզգա այս միջավայրում։ Մենք երեխաներս մեր սեփական աչքով տեսնում ենք մեր աշխատանքների արդյունքը, ինչը մեծացնում է մեր մոտիվացիան և վստահություն սեփական ուժերի հանդեպ։ Սա դպրոցի ինքից ամենաաշխույժ տարածքն է, հատկապես աշնանն ու գարնանը, երբ բնությունն արթուն է։ Քանի որ ջերմոցը փորձարարական է, բնական է, որ ոչ բոլոր արդյունքներն են միանգամից ոգևորում։ Մենք հողը բաժանել ենք մասերի, որպեսզի մշակելը ավելի հեշտ լինի, տարաբաժանել ենք միմյանցից։ Պատանի հետազոտողները միայն առաջին փորձերից հետո հասկացան,
որ ջերմաստիճանը տարբեր բույսերի վրա տարբեր կերպ է ազդում։ Դրանց մի մասը լավ հարմարվում է տեղանքին, մյուսները ոչ այնքան։ Նրանք հենց տեղում են հասկանում, որ յուրաքանչյուր մշակաբույս հատուկ մոտեցում է պահանջում։ Այստեղ ունենք ոլոր, դդում, կանաչիների տեսականի։ Ցանել ենք նաև բողք, հասկացել ենք, որ բողկը ավելի ցրտադիմացկուն էր, ինչպես նաև կանաչիների տեսակներ կան, որ ցրտադիմացկուն էին ու չցրտահարվեցին։ Այստեղ ունենք դդումը, որի վրա կատարեցինք հետաքրքիր փորձ։ Մենք կտրեցինք տերևները հասկանալու համար ինքը այդ ձև կաճի, թե կչորանա, եւ ստացանք դրական արդյունք, տեսանք, որ այդ ձև ավելի լավ է աճում։ Չստացված փորձերը պատանի հետազոտողները ձախողում չեն համարում։ Դրանք նոր հետազոտության առիթ են եւ ուսումնական գործընթացի անհրաժեշտ փուլ։ Օրգանիկ Արմենիայի կողմից տրված կոմպոստամաններն են, որի մեջ էլ գտնվում է հենց պարարտանյութը, օրգանական պարարտանյութերը։ Մենք այն մի քանի օրը մեկ խառնում ենք, որպեսզի այն ստացվի, 10 օրը մեկ այն խառնում ենք։ Հիմա մենք այդ գործով ենք զբաղվում։ Այս պատմությունը պարզ հոգատարության մասին է։ Գուցե լաբորատորիան ու ջերմոցը փոքր են, բայց հենց այստեղ է ձևավորվում ճիշտ վերաբերմունքը բնության հանդեպ։ Այսօր գյուղի պատանիները խնամում են ընդամենը մի քանի մետր հողակտոր, բայց հենց այս համբերատար աշխատանքն է, որ վաղը նրանց դարձնելու է լավ կենսաբան, գյուղատնտես, բժիշկ կամ պարզապես հոգատար մարդ։ Իսկ առայժմ նրանք սովորում են, մնալով Կարմիր գյուղի հավատարիմ ու կանաչ պահապանները։ Հատուկ Արևիկ ռադիոկայանի համար Կարմիր գյուղից։